Control Z-ի այս թողարկման համար ձեզ համար պատրաստել ենք երիտասարդների շրջանում հարցում, արդյոք նրանք ճանաչում են Արման Բաբաջանյանին։ Գնացինք։ Ճանաչում եք Արման Բաբաջանյանին։ Արման Բաբաջանյանին ճանաչում եք։ Ճանաչում եք։ Արման Բաբաջանյանին ճանաչում եք։ Իսկ սենց։ Ըստ ձեզ ինչով է զբաղվում։ Հա? Ինչ հարց կուզենայիք հղել իրան։ Ինչ նպատակներ, ինչ պլաններ կան, կարող է դրա գործունեության հետ երևի այդպիսի հարց կտայի։ Արման Բաբաջանյանին ճանաչում եք։ Չէ։ Իսկ սենց։ Չէ, ըստ ձեզ ինչով է զբաղվում։ Մի բանով զբաղվում։ Արման Բաբաջանյանին ճանաչում եք։ Այո։ Իրան չէ։ Ինքը քաղաքական գործիչ է, ինչ հարց կտայիք իրան որպես երիտասարդ։ Դա չգիտեմ, երևի որ դասերը մի քիչ ուշ սկսի, որովհետև հիմա փոխել են ժամերը, ավելի շուտ է ու երեխեք ոչինչ չեն հասցնում գալ։ Արման Բաբաջանյանին ճանաչում եք։ Այո։ Ինչ կասեք իր մասին։ Ես կասեմ, լավ Ես չէի ասի։ Հա։ Ես շատ հավանում եմ իրեն, Ես չէի խոսալը ասի։ եւ անում եմ։ Արման Բաբաջանյանին ճանաչում եք։ Իսկ սենց։ Իսկ սենց։ Իսկ սենց։ Իսկ սենց ճանաչում եք իրան։ Այո։ Ըստ ձեզ ինչով է զբաղվում։ Այդ ինչ։ Եք ճանաչում եք Արման Բաբաջանյանին։ Ինչ կասեք իր մասին։ Որպես երիտասարդ։ Քաղաքական գործ երիտասարդ է ինքը։ Չէ, որպես դուք երիտասարդ։ Ես էլ երիտասարդ չեմ։ Արման Բաբաջանյան։ Ահա։ Հա, Ինչ կասեք իր մասին։ Ինչ գիտեք։ հայտնի բիզնեսմեն է այդ տեղեկում, չէ՞։ Հայտնի քաղաքական գործիչ է։ Ես իրեն որպես բիզնեսմեն նախկինում գիտեմ։ Արման Բաբաջանյանին ճանաչում եք։ Չէ։ Իսկ սենց։ Չէ։ Արման Բաբաջանյանին ճանաչում եք։ Սենց։ Որպես երիտասարդ ինչ հարց կտայիք իրեն։ Չունեմ հարց։ Ոչ մի հարց։ Իսկ դուք։ Չէ, ոչ մի բան։ Քանի տարի այդ գործով զբաղվում։ Ինչ հարց կտայի։ Ինչպես կարելի է սկսել 0-ից բիզնես։ Ինչ կասեք իր մասին։ Իսկ որպես քաղաքական գործիչ ինչ հարցեր կտայիք իրան։ Ինչ հարց կուզենայիք տալ։ Ժողովրդավարական ուժերի այս 26 թվականի ընտրություններին ընդառաջ համախմբում հնարավոր է թե չէ, այսինքն պրո-դեմոկրատական ուժերի համախմբում որպես մեկ ճակատ իշխանություններից զատ էլի, եթե իշխանությունները կարող են դիտարկել կամ չդիտարկել ժողովրդավարական դերեր, բայց ոչ իշխանական, հնարավոր թե հնարավոր չի։ Control Z-ի այս թողարկման համար ձեզ համար աշխատել էին Արեն Նահապետյանն ու Սարգիս Խարազյանը։